ոնց որ կա շուկա բանջարեղենի համար, կա շուկա արժեթղթերի համար։ Լավագույն ֆոնդային բորսա Հարավային Կովկասում։ Ի տարբերություն այլ հարևան երկրների շատ ավելի առաջադեմ ենք այս ոլորտում։ Հիմա արդեն բորսայի բալանսային արժեքը $5 միլիոն եւ ավել։ Խելամիտ ներդրող երևի թե պետք է ակնկալի գոնե 10-20% եկամտաբերություն։ Բայց այն բանկային ոլորտը, որը մեր մոտ ազարգացած, ինքը ըստ էության կապիտալի շուկայի հետ մրցակից է։ Ինչ է պետք, որ դրսից կարողանան հայկական, օրինակ, կորպորատիվ պարտատոմսեր ձեռք բերել։ Կան ընկերություններ Հայաստանում $100 միլիոն ու ավել գնահատումով, իրանք էլ կարող շատերի տերը կարող տեղյակել չեն, ինչքան թանկ կար իրենց ընկերությունը գնահատվի։ Ինչով ենք մենք հետաքրքիր դարձել Վարշավայի բորսային։ Աճող տնտեսությունում ձևավորվում են առողջ եւ աճող կազմակերպություններ։ Ու այդ կազմակերպությունները վաղ թե ուշ փողի համար գալու են դառնան բաժնետիրական։ Բարև, դու կրկին դիտում կամ լսում ես Fincast-ը, How to be podcast-ը ֆինանսների, ներդրումների եւ այն մասին, թե ինչու փողը չարժե դնել բարձի տակ։ Ինչ է ֆոնդային բորսան, ինչ դեր ունի այն Հայաստանի ֆինանսական համակարգում, ինչպես ենք մենք հնարավորություն ստացել ձեռք բերելու արտասահմանյան շուկաների արժեթղթեր եւ ինչպես կարող են արտասահմանյան ներդրողները հասանելիություն ստանալ հայկական շուկայի արժեթղթերին, ինչպես է զարգանում մեր կապիտալի շուկան եւ ինչպես ճիշտ կատարել արժեթղթերում քո առաջին ներդրումները։ Այս ու այլ թեմաների շուրջ զրուցել ենք Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանի հետ։ Պարոն Եգանյան, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Նախ այսպես փորձենք հասարակ մարդկանց բացատրել բորսան ինչ է, ինչքանով են իրենք առնչվում կամ առնչվելու կամ կարող են առնչվել դրա հետ եւ ինչ դեր ունի այն ֆինանսական համակարգում, ինչու է այն պետք։ Շատ բարի, նախ շնորհակալություն հրավերքի համար։ Փորձեմ բարձ հանրամատչելի լեզվով բացատրեմ։ Ինչ է բորսան, դա շուկա է։ Կա շուկա արժեթղթերի համար։ Այսինքն ոնց որ կա շուկա բանջարեղենի համար, տեղը գիտեք, գնում եք, ինքը տենց կազմակերպված է, կան սեղանիկներ, չգիտեմ, խանութներ եւ այլն, հա, տեղը գիտեք, ինչ որ մեկը վերցրել կազմակերպել այդ շուկան, եկել են առևտրականները եւ իրանք վաճառում են իրանց ապրանքը, նույնն էլ վերաբերվում է արժեթղթերի շուկային։ Արժեթղթերի շուկան առասարակ մեծ շուկա է, կա կարգավորված եւ կա չկարգավորված, կա կենտրոնացած եւ կա չկենտրոնացած։ Մենք կարգավորվող շուկայի օպերատորն ենք։ Այսինքն բորսան արժեթղթերի կարգավորվող շուկայի օպերատորը։ Մենք այդ շուկան ըստ էության աշխատացնում ենք։ Հա, բայց եթե ես պետք է գնեմ արժեթուղթ, պետք է գնեմ բորսայից։ Արժեթղթեր կան, որոնք արտաբորսայական են։ Օրինակի համար Հայաստանի պետական պարտատոմսերը։ Կարող Հայաստանի պետականի պարտատոմսերը ձեռք բերել Գանձապետական պահարոյի վեբկայքից, որը մենք ենք մշակել, բայց դա Գանձապետական պահարոյի վեբկայքն է, gp.minfin.am։ Նույնիսկ դա բորսա չի, դա առաջնային տեղապաշտպան հարթակ է, որի միջոցով կարող առնեք։ Աշխարհում պարտատոմսերը հիմնականում արտաբորսայական են, տարբեր տեղեր առնում են մարդիկ տարբեր միջոցներով ձեռք են բերում ու պահում են։ Հիմնականում բոլորն էլ ձգտում են գնալ դեպի կարգավորվող շուկա։ Ինչու են ձգտում գնալ կարգավորվող շուկա, որովհետև եթե ուզում ես առևտուր անես, նախ առաջինը գնում ես տեսնում ես շուկայում կա թե չկա։ Երբ որ շուկայում չի լինում, հետո գնում ես սկսում ես ձեռը վրայից մանգալ գտնել։ Հիմա պարտատոմսերը մեր պարագայում Հայաստանի պետական պարտատոմսերը իրանք ունեն նաև արտաբորսայական շրջանառության մեջ գտնվեն։ Իսկ մնացած բոլոր պարտատոմսերը, եթե իրանք գալիս են բորսա, ունեն բորսայով են մենակ շրջանառվում եւ բաժնետոմսերը նույնպես։ Եվ նաև բորսան, եթե ճիշտ եմ հասկանում, թույլ է տալիս հասկանալ դրա գինը, որովհետև շուկայից է, որ հասկանում ենք ինչ որ մի ապրանքի գինը թանկ է թե էժան։ Այլեմ նայեք, մենք շուկա ենք։ Մենք կարգավորվող շուկա ենք։ Հիմա այդ կարգավորվող շուկա լինելու համար նախ կենտրոնական բանկը, որը ոլորտի կարգավորողն է եւ վերահսկողը, պետքա թույլտվություն տա, որ դու շուկան ստեղծես, աշխատացնես, հա, մենք մեր կանոններով ամեն ինչով կարգավորում ենք ԿԲ-ի կողմից։ Հիմա այդ շուկայում կան տարատեսակ արժեթղթեր։ Այդ արժեթղթերը, այո, գնանշվում են։ Բրոկերները, միջնորդները առնում են, ծախում են, կամ իրենց համար, բրոկերները, բանկերը, կամ իրանք իրենց համար են առնում, ծախում, կամ իրենց հաճախորդների համար։ Հիմա այն արժեթղթերը, որոնք բորսայում արդեն ցուցակված են, բարձր գինը ձևավորվում է հենց բորսայում, այդ շուկայում։ Ինքը ուրիշ տեղ էլ
բացի օրինակ պետական պարտատոմսից, մնացած բոլոր արժեթղթերը գնագոյացումը տեղի անում հենց բորսայում։ Այսինքն, երբ որ ես ձեռք եմ բերում ինչ-որ մի արժեթուղթ, իմ գործարքի պատվերը գնում է բրոկերին, բրոկերը բորսայից գնում է արժեթուղթը եւ պահպանում է իմ անունով։ Այո, շատ ճիշտ, լավ ձևով նկարագրեցիք։ Ինքը կարգավորվող ոլորտ է, ներդրումային ծառայություն է, ոլորտ է ինքը իրանով, արժեթուղթ առնել, ծախել, խորհրդատվություն տրամադրելը, պահելը, դրանք կարգավորվող ծառայություններ են։ Դրա իրավունք ունի ներդրումային ծառայություն մատուցող լիցենզավորված ընկերությունը, որոնք են ներդրումային ընկերությունները կամ բանկերը։ Հայաստանում այդ երկու տեսակի լիցենզիայով ընկերությունները կարան ծառայություն մատուցեն։ Ուստի եւ դուք որպես ուղղակի պարզ ներդրող այդ ծառայությունը կարող ստանաք մենակ մասնագիտական կառույցից։ Ինքն մեկ բրոկերի մոտ, լիցենզավորված բրոկերի մոտ, որն տալիս եք հայտ առնելու կամ ծախելու։ Հիմա այդ հայտերը ժամանակին եղել են հեռախոսով, թղթով, մեյլով եւ այլն, հիմա տեխնոլոգիաները զարգացել են, բոլոր բրոկերներն էլ աշխարհում, զարգացած բրոկերները, որոնք մանրածախ հաշախորդների են թիրախավորում եւ բանկերը։ Իրանք ունեն հավելվածներ։ Այդ հավելվածի միջոցով արդեն գները տեսնում եք։ Ու հիմնականում իրենք ինչ գներ են ցույց տալիս։ Ցույց են տալիս այն գները, որտեղ այդ արժեթուղթը շրջանառվում է, այն շուկայում, որտեղ այդ արժեթուղթը կա։ Կան արժեթղթեր աշխարհում, որոնք 20-30 շուկաներում կարող լինեն։ Օրինակ NASDAQ-ի միջին բանկը այլ ստատիստիկա կա։ Ասում են NASDAQ-ում թողարկված մի շրջանառվող մի թուղթը աշխարհի 15 եւ ավել բորսաներում եւս շրջանառվում է։ Եվ գները կարող են տարբեր լինել։ Բա միանշանակ, եթե Ամերիկայում ինքը աշխատում է, չգիտեմ, 5-6 ժամ, բա մնացած ժամերին հիմա Ամերիկայում չի, ինչ որ Ճապոնիայի ներդրողը ուզում է առնի։ Այդ նույն թուղթը կարող լինի ճապոնական բորսայում, Սինգապուրի, Հոնկոնգի, Մալազիայի, չգիտեմ, ունեք Ռուսաստանում կար ժամանակին, Սանկտ Պետերբուրգի բիրժաներ, հիմա Աստանայում կա։ Դրանց տարբեր տեղեր կարող շրջանառվի։ Ինչպես ընտրես լավ բրոկեր, պետք է նայես այդ բրոկերը քանի երկրներում, քանի տարբեր բորսաների հասանելիություն ունի կամ ինչ այլ բրոկերներին ինքը հասանելիություն ունի։ Օրինակ աշխարհում ամենահայտնի բրոկերը ինտերակտիվ բրոկերսն է, մանրածախի համար, ու ոչ միայն մանրածախի համար, ինստիտուցիոնալների համար։ Ինչի համար ինքը հայտնի, բարձր իր տեխնոլոգիաները շատ լավն են, բայց միայն տեխնոլոգիայով չի։ Այդ բրոկերը հասանելիություն ունի աշխարհում տարբեր մեծ բորսաներին։ Այսինքն մի մուտքով դու աշխարհի տարբեր բորսաներին հասանելիություն ես ստանում։ Հայաստանի բորսայում միայն հայկական արժեթղթեր են։ Դեռևս այո, բայց ոչ միայն հիմնական հայկական, օրինակ մեր պետական եվրոպարտատոմսերը, պետության կողմից թողարկված դոլարային պարտատոմսերը, որ արտասահմանում են թողարկվել։ Իրանք ըստ էության հայկական չեն, իրանք արտասահմանում են թողարկվել, կասեմ Euroclear դեպոզիտարիայում է թողարկվել Բելգիայում, ինքը բելգիական օրենսդրության տակ թողարկված արժեթուղթ է։ Հիմա այդ արժեթղթերը մեր մոտ նույնպես շրջանառվում են եւ մեր նախաձեռնություն ունենք, որպեսզի Հայաստանի ֆոնդային բորսայում մենք կարողանանք այլ երկրի արժեթղթեր շրջանառենք, որպեսզի բորսան ինքը այդ շուկան հետաքրքիր լինի։ Շուկան հետաքրքիր է, երբ որ ապրանքները քիչ են։ Հիմա երբ է շուկան հետաքրքիր լինում, երբ որ տարատեսակ ապրանքներ են լինում։ Հիմա կարա լինի ըստ էության made in Armenia ապրանքները, բայց պատկերացրեք, եթե մտնում եք շուկա, այնտեղ կա տարբեր երկրների ստեղծված տարատեսակ արժեթղթեր։ Հիմա մենք ինչ ենք անում, մեր հիմնական առաքելությունը կայանում է նրանում, որ մենք ստեղծենք ենթակառուցվածք։ Մենք ենթակառուցվածքային ընկերություն ենք։ Ստեղծում ենք ճանապարհներ, օրինակ, որ կապենք տարբեր բորսաներ մեկը մյուսին։ Բայց Հայաստանից հիմա հնարավոր է գնել նաև այլ երկրների ընկերությունների բաժնետոմսեր, օրինակ, կամ այլ պարտատոմսեր, այդ Հայաստանի բորսայով չի անցնում, ճիշտ եմ հասկանում։ Այստեղ գալիս է բրոկերի հարցը, ինչ բրոկեր եք ընտրում։ Բրոկերներ կան, որ այո, իրանք ունեն արտասահմանյան գործընկերներ, թղթակցային հաշիվներ արտասահմանյան գործընկերներ բրոկերների մոտ, ու այդ բրոկերը իրանք ինչ տալիս է, իրենք էլ տալիս են հաճախորդներին։ Այդտեղ բորսան կա, դեռ չի խաղում, բայց մենք ինչ ենք ուզում անենք։ Հիմա ուզում ենք անենք, որ ոչ թե բրոկերի միջոցով այդ ամեն ինչը գնա, այլ բորսայում լինեն այդ ամեն չեն կարա բոլոր աշխարհի թղթերը բերենք մեր բորսայում շրջանառության մեջ մտցնենք, բայց գոնե հիմնական ամերիկյան շուկաների թղթերը, հիմա էմիրատական
շուկայի թղթերը, Աբու Դաբիի ֆոնդային բորսայի շրջանառվող թղթերը մեր մոտ արդեն ոնց որ տեսանելի են ու կարելի է առնել։ Այսօր ներդրումներ անել արժեթղթերում կարելի է առանց բարդությունների, հենց Հայաստանից։ Ամերաբանկը իր MyInvest ներդրումային հարթակով դարձել է հայկական առաջին ու միակ բանկը, որտեղ պատվերի կատարումն ավտոմատացված է։ Եթե նախկինում քո պատվերը մասնագետները ձեռքով գրանցում էին բորսայում, ապա այժմ դա կատարվում է ավտոմատ եւ միանգամից երևում քո պորտֆելում։ Նվազել է նաև նվազագույն միջնորդավճարը, նախկին 2500 դրամի փոխարեն այժմ ընդամենը 1000 դրամ։ Սա նշանակում է կարող ես ավելի հաճախ փոքր ներդրումներ անել եւ աստիճանաբար մեծացնել քո պորտֆելը։ Ամերաբանկի մոբայլ հավելվածը ներբեռնելով MyInvest հարթակի միջոցով հաշված րոպեների ընթացքում կարող ես բացել բրոկերային հաշիվ եւ սկսել կառուցել քո պորտֆելը։ Իսկ որpիսի այս ճանապարհին ավելի վստահ լինես, կարող ես դիմել Ամերաբանկի բրոկերներին, ինչպես նաև հետևել Fincast-ին, որտեղ կշարունակենք ծանոթացնել ներդրումների մեծ ու հնարավորություններով լի աշխարհի նրբություններին։ Ես ուզում էի հասկանալ ընդհանուր ոնց է մեր բորսայի գործերը ու տեսա, որ վերջերս 2 մրցանակ եք արժանացել՝ լավագույն ֆոնդային բորսա Հարավային Կովկասում եւ ամենաարագ աճող ֆոնդային բորսա Հարավային Կովկասում։ Այդ ինչ է նշանակում, ինչի համար է մեր բորսան արժանացել մրցանակներին, որի կապակցությամբ իհարկե շնորհավորում եմ։ Շնորհակալություն։ Հարցն է լավ հարց։ Եկեք դուք գնահատեք ոնց է բորսայի գործերը։ Դուք ոնց եք տեսնում բորսային։ Ես իմ գնահատականը որ տամ սուբյեկտիվ օրինակի համար 2010-ականներ կամ չգիտեմ, նու 8 տարի, 10 տարի առաջ ու հիմա էլի։ Դե իմ գնահատականը գալիս է դրանից, որ օրինակ այն ժամանակ մտքովս չէր անցնի նման ոդկաստ ունենալ, իսկ հիմա արդեն կա եւ նաեւ հետաքրքրություն ենք նկատում մարդկանց, որ այս կոնտենտը հետաքրքիր է ու նաեւ տեսնում ենք անընդհատ տարբեր թողարկումներ, հիմնականում պարտատոմսերի, բայց ոչ միայն բանկերը, երբ որ ժամանակին բանկերի թողարկումները ոնց որ առանձին աշխարհ լիներ, իրենք այդ աշխարհում ապրում աշխատում էին, հիմա արդեն այլ ընկերություններ են միացել, որոնք եւս փորձում են այդ խաղի մեջ մտնել, այս ամփոփ պատկերը իմ կողմից այդ է։ Դրանք գործերը ոնց են հիմնականում նայում ես ֆինանսականին։ Եթե մի 8 տարի առաջ բորսայում կար ընդհանրապես որպես ընկերություն, չգիտեմ, 2-300 $300,000 համարժեք կապիտալ, որպես ընկերություն, չեմ ասում շուկայի կապիտալիզացիան, էլի։ Հիմա արդեն բորսայի բալանսային արժեքը, կապիտալը իր ընկերության $5 միլիոն եւ ավել է։ Այդ տարիների ընթացքում այդքան շահութաբերություն ենք ապահովել, ենթադրաբար նշանակում է ինչ-որ նախաձեռնություններ ենք իրականացրել, որոնք ընկերության համար շահույթ են ձևավորել։ Եթե այդ նախաձեռնությունները պահանջարկված չլինեին, պարզապես ոչ մեկ չէր օգտվի եւ շահութաբերություններ չլինի։ Շահույթը ձևավորվում է բորսայի ցուցակումներից, հայք առևտրի միջնորդավճարներից, եւ այո, ցուցակված արժեթղթերի պահպանումից։ Բորսան նաեւ ունի դուստր ձեռնարկություն, որը դուստր ընկերություն Հայաստանի կենտրոնական դեպոզիտը է։ Այնտեղ էլ ընկերության եկամուտները ձևավորվում են պահառությունից արժեթղթերի պահառության հետ փոխկապակցված բոլոր այլ ծառայություններից, ինչպես նաև կենսաթոշակային համակարգի հաշիվների սպասարկումից եւ ակտիվների պահառությունից։ Ինքն այդ ամբողջ ակտիվները կենսաթոշակային, որ ներդրված են ապագայում, որ արժեք են գեներացնում ապագայի համար, իրանք պահվում են դեպոզիտարիան, պահառությունն էլ ծառայություն, որը ունի իր սակագինը։ Բայց վերջին տարիների դինամիկային, անդրադառնանք 2025 թվականով է մրցանակը, վերջին, օրինակ ես կառանձնացնեմ 2-3 տարին, ձեր կարծիքով երբ է որ այս ակտիվությունը սկսվեց ու հիմա որ կետում է։ Մենք փոխեցինք բորսայի ծրագիրը հիմնականը։ Որ 2001 թվականին ներդրվել էր ու ընդհանրապես չէր փոխվել, այդ ծրագիրը արդեն չէր էլ գործում նորմալ, սպասարկում չկար եւ այլն։ Բորսայի հիմնաքարերից մեկը, հիմնասյուներից մեկը այդ իր ծրագիրն է, առևտրային համակարգը, թե ինչ համակարգակում ներդրված, որպեսզի քո հաճախորդները ճիշտ կարողանան առևտրով զբաղվել։ Որ ինչ ծրագրով է կազմակերպում առևտուրը։ Ծրագիրը հարմացրեցինք, նոր ծրագիր դրեցինք, որը հնարավորություն է տալիս նաև արժութային առևտուր իրականացնել, արտարժույթի առևտուր, ռեպո գործարքներ, տարատեսակ ինչ տեսակ գործարքներ հնարավոր է հիմնականում անել։ Ու հնարավորություն է տալի ամենակարևորը բանկերին, բրոկերներին ուղիղ իրանց ծրագրի միջոցով իրանք գան կպնեն մեր ծրագրին։
Երբ որ կպտում են մեր ծրագրին, այլևս պետք չի լինում զանգել հայտ առևտրի հայտ դնել։ Ծրագրի միջոցով, հեռախոսի միջոցով առնում ծախում ես։ Առաջինը դա ամերիկա բանկներ, որ եկավ կպավ մեր ծրագրին, երկարաժամկետ պրոյեկտեր հաջողությամբ իրականացվեց ու այսօր իրականում կորպորատիվ պարտատոմսերի երկրորդային շուկայում մի մեծ մասը առևտուրը հենց իրականացնում են Ամերիկայի հաճախորդները։ Այսինքն դու տալիս ես հնարավորություն մարդկանց առևտուր անելու, առևտուրը շատանում է։ Առևտրի շատացման կոմպոնենտներից մեկը հասանելիությունն է ու հնարավորությունը։ Այս տեխնոլոգիական ոնց որ բարեփոխումների արդյունքում եկանք հասանք այս կետին։ Երկրորդ, պետությունը ունի խրախուսման նոր ծրագիր է մշակել, որ խրախուսում է թողարկողներին փոխհատուցելով որոշակի թողարկման հետ փոխկապակցված ծախսեր։ Հենց թողարկման հետ կապված դրաբաշխման ծախսեր, տոկոսային որոշակի ծախսեր։ Այդ էլ դարավ գրավիչ, ոնց որ կոմպոնենտ ու ասենք փոքր ընկերություններ, մանրածախ ոլորտի ընկերություններ, ամենավերջին OTM-ներ, հա, երբեք չէր մտածել, ասենք մանրածախ ինչ որ խանութ գավ պարտատոմս թողարկի։ Նույնպես դա էլ ոնց որ մի հատ խթան էր, որ ոնց որ մեր շարժիչ ուժեր, որ տեղից շարժեց էլի թողարկողներին, բայց մենակ թողարկողներից չի կախված։ Մեր մոտ մի որոշակիորեն բացակայում է ներդրումային բանկային ոլորտը, ասենք դրսից խաղացողներ երևի պետք է ներգրավենք, որպեսզի էլ ավելի լավ թափով թողարկումները շատանան։ Ինչ է դա։ Ինչ է դա։ Ամենակարևոր հարցն է։ Հիմա նայեք, դուք ունեք ձեր բիզնեսը, ձեր ընկերությունը զբաղվում է media production-ով։ Դուք գիտեք մի րոպեն ոնց սարքեք դոլար։ Փող, եկամուտ չէ։ Րոպե, ձև եւ այլն, մի քանի կոմպոնենտ էլ կպցնում եք իրար, սարքում եք եկամուտ։ Հիմա ձեզ փող է պետք։ Կամ գնում եք բանկին ուղիղ դիմում եք, վարկ եք վերցնում, բայց այդ վարկն սահմանափակված է գրավի չափով կարելի ասել։ Կամ էլ գալիս եք ասում եք ուզում եք պարտատոմս թողարկենք, բայց դուք ո՞նց իմանաք ոնց պետք է թողարկեք պարտատոմս կամ բաժնետոմս։ Դրա համար պետք են խորհրդատուներ, ներդրումային ծառայություն մատուցողներ, տեղաբաշխողներ։ Այդ ներդրումային բանկային ծառայությունը սկսվում է դրանից, որ դուք գնաք ներդրումային բանկի մոտ, ասեք մեր էս բիզնես պլանն է, էս մեր ցուցանիշներն են, մեր ապագա աճն է, սա մեր աուդիտն է, էս մեր կորպորատիվ կառավարումն է, խորհուրդ եւ այլն ամեն ինչ ձևով, կամ եթե չունեք, իրենք ձեզ պետք է խորհուրդ տան։ Ու ասեք օրինակ համար մեզ պետք է այսքան գումար, իրենք էլ դնեն, գնահատեն, վերլուծություն իրականացնեն, ձեր բիզնեսը գնահատեն ու կան ինչ-որ եզրահանգումների, որ ենթադրենք ասենց գնահատումով կարանք փորձենք այսքան գումար ներգրավենք հավելյալ բաժնետոմսերի թողարկման միջոցով։ Համաձայն եք, եթե համաձայն եք, ապա մենք թողարկումը դուք թողարկումը իրականացնեք, իրանք այդ թողարկված բաժնետոմսերը կտանեն կծախեն ներդրողների վրա։ Համապատասխանաբար ներդրողներն էլ պետք է համոզեն։ Չէ՞, այսինքն ձեր մասին պետք է լուրջ վերլուծական նյութ ստեղծեն։ Թե ինչքան լավն եք դուք, տարիների ընթացքում ոնց եք զարգանալու։ Փող կաշխատենք։ Հա, որովհետև ներդրողները պետք է իմանա, ինքը միշտ ունի այլընտրանք, risk free այլընտրանքը մեր պետական պարտատոմսն է։ Մեր պետական պարտատոմսը այսօր վճարում է 10% եւ ավել։ Միջնաժամկետ եւ երկար։ Առհասարակ նշանակում է պետք է ակնկալի, այտենց ռացիոնալ ներդրող է, հա, խելամիտ ներդրող, երևի թե պետք է ակնկալի գոնե 10-20% եկամտաբերություն։ Հիմա դրա մասին ինֆորմացիան ներդրումային բանկը պետքա ձեզնից հավաքագրի, ճիշտ վերլուծի, ճիշտ ֆորմատի մեջ դնի ու շատ հակիրճ լավ ձևով, համոզիչ կերպով համոզի ներդրողներին, որ ներդրում անեն։ Եթե ինքը հավատում է։ Եթե ինքը վերլուծության արդյունքում չի եկել այդ զանգմանակ, պետքա թողարկողին ասի կներես հիմա ժամանակը չի թողարկել, օրինակի համար շուկաներում կրիզիս է, բոլորը ծախում են իրենց արժեթղթերը, դուրս են գալիս ոսկի են առնում։ Լավ ժամանակ չի։ Ուզում ես 30% համոզենք, մարդիկ չեն հավատալու, որովհետև դեմը կրիզիս է։ Այդ գործառույթը իրականացնում է ներդրումային բանկը։ Բայց հիմա Հայաստանում իրականացվող թողարկումները նույն գործընթացը չի տեղի ունենում, որը որ կատարում են թե որոշ բանկեր, թե որոշ ներդրումային ընկերություններ։ Նայեք, ի համեմատ ասենք 7-8 տարվա հա զարգացել է ահագին։ Այդ գործընթացի միջոցով էլ ըստ էության ցանկացած թողարկում անցնում է։ Ուղղակի մեր մոտ թողարկողների հիմնական մասը, որ եղել են բանկերը, իրանք ավանդատուներին բարձ կերպով ուղղակի առաջարկել են այլ ընտրանք ավանդին։ 0.5% ավել կամ 1% ավել։ Ուտեղ այդպես խորը վերլուծություն ըստ էության պետք է չէր իրականացնել, որտեղ եթե հատենք բանկում ավանդատուն ունի ավանդ, երբ որ գալիս է ավանդը թարմացնելու, ավանդատուին ասում են, գիտես ինչ, նույն բանկը ըստ էության նույն կրեդիտ ռիսկը, նույն վարկային ռիսկն է, որտեղ նույն թողարկողն է, էլի պարտքն տալիս ես բանկին։
Քեզ առաջարկում 1% ավել, parza, չես կարող ամեն օր մտնես, ինչքան բան ասենք, քո ավանդը խզես ու հանես գումարը, բայց 2-3 օրվա մեջ կարաս լիկվիդացնես քո պարտատոմսերը, ծախես շուկայում ու էլ հոտ հետ ստանաս։ Դե մարդիկ էլ հիմնականում մտածում են թե կարան 1% ավելի շատ աշխատեն, ինչի չաշխատեն։ Այսինքն այն խորը վերլուծությունը Հայաստանում ցավոք սրտի միջև, որ այդպես շատ չի իրականացվել։ Մյուս թողարկողները, եթե ոչ բանկային են եղել, հիմնականում եղել են էլի փոքր զավալներ, որտեղ եղել են կարելի ասել որոշակի էմոցիոնալ ներդրումներ, հա, կամ ներդրենք փորձելու համար։ Ասենք շատ խորը համոզիչ այդտենց աշխատանքներ չի տարվել, որտեղ պահանջներ չի եղել դրա, փոքր են եղել։ Եղել են մեծ զավալային օրինակ թողարկումներ հեծը, ենթադրենք։ Բայց դրա համար այն ժամանակ հեծ օրինակ գնաց վարկային բան ստացավ, credit rating ստացավ։ Նույն օրինակ Ասկե գրուպը եւ մնացած ընկերությունները, որոնք բանկային չեն, գնացին credit rating-ներ ստացան, որպեսզի գոնե ինչ որ մի ցուցիչ ավելացնեն իրանց վերաբերյալ, որովհետեւ վերջը դուք ձեր վրա վերցրեք։ Եկել են ձեզ համոզում են, որպեսզի դուք ձեր գումարը տան պահած կամ բանկում դրած ավանդը հանեք, բերեք իրանց տակ։ Իրանց պարտատոմսերը առնեք կամ բաժնետոմսերը։ Այդտեղ պետք է խորը վերլուծություն։ Առհասարակ միջազգային շուկաներում այդ ասում են investment teaser, չգիտեմ, research կամ coverage, այդպես ձով են նկարագրում, օրինակ այս ընկերության պարտատոմսի կամ բաժնետոմսի վերաբերյալ research։ Դա կան research house-ներ, վերլուծական լուրջ տներ կան, բայց դա հիմնականում անում են նաև ներդրումային բանկերը։ Նույն Goldman Sachs-ը ընդհանրապես ինչ որ մեկի համար թողարկում է իրականացնում Հայաստանի պետական պարտատոմսով թողարկում էր Citibank-ը լուրջ վերլուծություն էր կատարել Հայաստանի մասին ու ում որ առաջարկում էր վերլուծականով էր առաջարկում։ Առանց վերլուծականի չես կարող առաջարկես, դա ցանկացած արժեթղթի անձնագիրն է։ Ազդագիրը դա չէ։ Ազդագիրն է, էլի այդ ազդագիրը ըստ էության մարդիկ դա ազդագիր բառը լավ չեն հասկանում, չէ՞ սկզբից։ Ինքը մի քիչ անհասկանալի տերմին է։ Ինչ է ազդագիրը։ Այդ արժեթղթի անձնագիրն է, որտեղ ամբողջ նկարագիրը արժեթղթի վերաբերյալ, թողարկողի վերաբերյալ կա, իր ապագայի զարգացման պլաններն ա գրած, ռիսկերն ա վերլուծած, հավանականություններ ա տրված ռիսկերին, սցենարներին ա հավանականություններ տրված եւ ըստ էության քեզ տալիս է հնարավորություն, որ ներդրում անելուց առաջ դու դառնաս ռացիոնալ ներդրող, ինֆորմացված, տեղեկացված։ Այլապես խիպտի ներդնես։ Հիմա օրինակի համար պատկերացրեք ձեզ մեկը ինչ որ մեծ բրոկեր եկել է, ասում է Սուրինամի պարտատոմսը, պետական պարտատոմսը վճարում է $8 ենթադրենք։ Չեք հարցնի, բայց այդ ինչ երկիր է, իր պարտքը ինչքան է, իր դեֆոլտի հավանականությունը ինչքան է, եթե իր արժույթով պետք է ներդրում անեմ, իր արժույթի տատանումները ոնց է եղել, տարիների ընթացքում ինչ է ակնկալվում, այդ երկրում բնական հանածոներ կան թե չկան։ Որովհետև եթե բնական հանապաշարներով հարուստ երկիր է, գոնե գիտես, օրինակ նավթը, գազը կծախի, միշտ իր պարտքը կսպասարկի։ Հասկանալի է։ Բայց այդտեղ երկու հարց է ծագում ներդրումային բանկերի մասով։ Եթե այդ գործունեությունը պոտենցիալ շահութաբեր է, ինչու չեն հայտնվում այդ գործը անողներ։ Թե իրականում առայժմ շահութաբեր չէ։ Այդ գործը շահութաբեր է, մենք պետք է հաշվի առնենք մեր ազգային իրականությունը, մեր հանրապետության իրականացում ենք ունենք 3 միլիոն բնակչություն։ 3 միլիոն բնակչության մեջ տասնյակ մարդիկ են հայտնվել կամ արտասահմանից թեկուզ, որ առհասարակ որոշել են բանկային գործունեությամբ զբաղվեն։ Ձեռնարկատերերը, որոնք ինչ որ մի պահի որոշել են որպես ձեռնարկատեր, մտնեն բանկային ոլորտ։ Իրենք հիմնականում եղել են բանկային ոլորտի, retail, մանրածախ բանկային ոլորտի ձեռնարկատերներ, հա, որոնց բիզնես մոդելը կայացել է ուրիշ ուղղությամբ, ասենք ներգրավել ավանդ, տալ վարկի գնահատումով եւ կառավարել բանկի հաշվեկշիռը այնպեսի հմտություններով, որպեսզի հանկարծ բանկը խնդիրներ չունենա։ Այս ներդրումային բանկային ոլորտը ինքը տեն շատ խիստ ծառ մասնագիտական ոլորտ է։ Նախ չի եղել ընդհանրապես սովետական միության ժամանակ։ Սովետական միության ժամանակ որ չի եղել, այդ ձև մասնագիտություն չեն ստեղծվել, բայց բանկային մասնագիտությունը միշտ էլ եղել է։ Հա, ըստ էության լիքը մարդիկ գնահատել են, տեսել են, որ կարելի է բանկով գումար աշխատել, վաստակել։ Որպես ձեռներեցություն ինքը եղել է շահաբեր, շահութաբեր ու մարդկանց համար գրավիչ։ Այն մարդկանց, որոնք պատրաստ էին մտնել ձեռներեցությամբ զբաղվեն։ Մեր մոտ այդքանի որ չի եղել ներդրումային բանկայինը, այդ ոլորտը ձևավորված է հիմնականում արևմուտքում
կամ այլ զարգացած երկրներում, օրինակ Ճապոնիա, Սինգապուր, Հոնկոնգ։ Հա, մեր մոտ չի եղել այդ gap-ը, ասես ոնց որ այդ վակուում է ստեղծվել։ Ու տարիների ընթացքում դրանից հասկացող մարդիկ իրենք հիմնականում դրանով զբաղվել են այնպիսի կենտրոններում, քաղաքներում, երկրներում, որտեղ կա մեծ կապիտալ ու հնարավորություն։ Դրա համար էլ ներդրում են բանկային ոլորտի հայրենիքը դա ԱՄՆ-ն է, մայրաքաղաքը Նյու Յորքն է, մեր կոնտինենտում դա եղել է Լոնդոնը, հիմա այդ Brexit-ի հետ կապված որոշակիորեն իշտում է նաև Ֆրանկֆուրտ, Փարիզ, մեր տարածաշրջանում ժամանակին եղել է Մոսկվան, հիմա դա ցավոք սրտի բաժանմիջոցներով կապված այլևս ինքը դեր չունի։ Եվ տարբեր այլ, ասենք չգիտեմ, կենտրոնական Եվրոպայում կամ արևելյան Եվրոպայում, օրինակ Վարշավան է ձևավորվել։ Հա, ասիական երկրներում Հոնկոնգ, Սինգապուր, Տոկիո։ Բայց բանկերին արդյոք նաև չի խանգարում են հանգամանքը, որ իրենք պետք է ավանդների որոշակի չափ ապահովեն, չէ՞, որպեսզի իրենց գործունեությունը կարողանան ծավալել։ Եթե իրանք այդ ավանդը փոխարինեն բայց այստեղ գալիս է ֆունդամենտալ խորքային հակասությունը։ Conventional standard բանկային գործունեություն, retail banking, corporate banking, հա, ասենք ընկերությունների իրական հատվածին վարկավորել, մանրածախ հատվածից ավանդներ ներգրավել, private banking-ն էլ է որոշակի, private banking-ը կապիտալ շուկայի հետ կապ ունի, դե բանկային բաները, business line-ները շատ են, տարատեսակ են, բայց այն բանկային ոլորտը, որը մեր մոտ է զարգացած, ինքը ըստ էության կապիտալ շուկայի հետ մրցակից է, որովհետև ինչ է նշանակում կապիտալ շուկայի զարգացում, նշանակում է, որ ներդրողները ուղղակիորեն ձեռք են բերելու արժի թղթեր։ Դա նշանակում է, որ ընկերությունները ոչ թե այլևս գնալու են բանկից վարկ վերցնեն, այլ թողարկելու են պարտքային թղթեր եւ վաճառելու են ուղղակիորեն ներդրումային բանկի միջոցով ուղղակի վաճառելու են ներդրողներին, ինչը հետեւաբար նշանակում է, որ ներդրողները գնալու են բանկից դեպոզիտը հանի ու գնա առնի։ Այդ ունիվերսալ բանկային բանկ հասկացությունը ըստ էության մի քիչ հակասում է կապիտալի շուկայի հետ։ Որովհետև վերջի բանկի բաժնետերերը ունեն այլ ստրատեգիա շահույթ հետապնդելու, ոչ թե կապիտալի շուկայում ծառայություններ տալ մատուցելու միջոցով։ Օրինակի համար Ամերիկայում եւ այլ զարգացած երկրներում ունիվերսալ բանկային լիցենզիա հասկացություն չկա։ Կա հոլդինգի տակ կա commercial bank, retail bank, investment bank, brokerage, research, տարատեսակ եւ բոլորը իրար հետ մրցում են։ Ու իրանց կարգավորումները տարբեր են։ Բա միանշանակ, օրինակ մեկի կարգավորողը, ասենք կենտրոնական բանկա, մյուսինը Securities Exchange Commission կա, չգիտեմ, Անգլիայում կա National Bank of England, որը դրամավարկային քաղաքականությունն է, եւ կա FCA, Financial Conduct Authority, աշխարհում բոլոր երկրներում գրեթե տարանջատված են այդ կարգավորողները դրամավարկային քաղաքականություն ուշակողներից նաեւ։ Իսկ այս դեպքում չկա ինչ-որ օրենսդրական լուծում, որը կարող է, որովհետև բանկային համակարգը շատ կարգավորվող, գերկարգավորվող ոլորտ է ու այնտեղ առանց կարգավորման դժվար է բան փոխել։ Չէ, դե պարզ այնքը չի կարա չկարգավորել, պետք է կարգավորել, մեր մոտ փառքաստու բանկային համակարգը կայուն է, առաջի ցուցանիշը այն է, որ 2001 թվականից այս կողմ չի եղել որևիցե սնանկություն բանկային համակարգում, որը նշանակում է ձեր ավանդները ապահով են։ Կարգավորողի համար մեկ մանդատը այդ ավանդների ապահովությունն է։ Հա։ Հիմա մեր մոտ այդ ամենը կենտրոնացած է, մեգա ռեգուլատոր եւ բանը, ոնց որ ունիվերսալ բանկային լիցենզիա, որը տրամաբանական է, հաշվի առնելով 90-ականների խնդիրները, բարձր 2000-ականներին երևի թե ենթադրում եմ, որ ասենց ստրատեգիկ որոշում է կայացվել, այնպես անել, որպեսզի բանկային համակարգը հանկարծ չվտանգվի։ Ու կարելի է փաստել այսօր, որ այո, ինչ նպատակ դրվել է, կարելի է ասել այդ նպատակին էլ հասել ենք։ Ֆինանսական համակարգում։ Ֆինանսական համակարգում կա կայունություն։ Եվ կա զարգացումներ էլ, հա, հիմա որոշ բանկեր արդեն թվայնացնում են իրենց ծառայությունները եւ այլն։ Այդտեղ կա դինամիկա, չէ՞, լավ է, դրական է։ Դրան զուգահեռ կա նաև մեր կապիտալ շուկայի աճել, բայց վստահ եմ, որ եթե օրինակի համար մի քիչ ավելի լուրջ կամ խիստ ձևով տարանջատվեր կապիտալի շուկան, ֆինանսական համակարգի մեջ բանկային շուկայից, կարող է արդյունքը մի քիչ ավելի արագ տեսնենք։ Իսկ հիմա ինչ կարելի է անել, որովհետև հիմա կա նաև որոշակի աշխուժություններ, շատերի կողմից կա գիտակցումը նաև բիզնեսների կողմից որոշակի սկսում է ձևավորել։ Նա կա հիմա ինչ որ
գործիք, որը կարող է դրան նոր թափ տալ։ Նայեք, պետությունը փաստորեն քայլեր է ձեռնարկում, որպեսզի կապիտալի շուկան զարգանա։ Անցյալ տարի իրանք ներդրեցին այդ խրախուսման համակարգը, որ ծախսերը փոխհատուցումը։ Պարտատոմսերի տոկոսային վճարները եկամտով չեն հարկվում, ցուցակված բաժնետոմսերի դիվիդենդները չեն հարկվում։ Մեր հետ կապված, մեր ոնց որ առաքելությունը ինչու մեր կայանում 2017 թվականից որ եկա բորսա, ըստ էության պետք է գտնեինք լավ ինստիտուցիոնալ բաժնետեր, որը կօգներ Հայաստանի կապիտալի շուկան զարգացնել։ Գնացինք, աշխատեցինք, մի քանի տարվա ընթացքում թարմացրեցինք, ընկերությունը ձևափոխեցինք, իրան սարքեցինք հետաքրքիր, գրավիչ եւ արդյունքը տեսանք Վարշավայի ֆոնդային բորսան 72% այսօր արդեն բաժնետեր է։ Էդ էլ է ցույց տալիս պետության տրամադրվածությունը, առայն որ ուզում է որ կապիտալի շուկան զարգանա։ Ու իրականում կարելի է փաստել, որ կա դինամիկան մեկը դրական է եւ կառավարությունն է լավ տրամադրված, երկրի նախագահը մեր հանրապետության նախագահն է լավ տրամադրված, միշտ աջակցում է, ասենք, կապիտալ շուկայի հետ փոխկապակցված ցանկացած միջոցառում, թեմա եւ այլն։ Կենտրոնական բանկը դե որպես կարգավորող ներգրաված է, ունեն կարգավորման առանձին դեպարտամենտ, որը շատ լավ մասնակիցներով լի է, ունի վերահսկողության առանձին գործառույթ։ Կարելի է փաստել, որ մթնոլորտը լավն է, իրականում ոնց որ խրախուսող է, ի տարբերություն այլ հարևան երկրների շատ ավելի առաջադեմ ենք այս ոլորտում։ Կարելի է կարգավորումների միջոցով որոշակիորեն կերպով էլ ավելի լավացնել, բայց մի հատ էլ մոտեցում կա, որ ասում ես դե թող ինքը իրանով օրգանական կերպով կաճի, հիմա ոնց որ այդ վիճակում է։ Կարգավորումները լավն են, ընկալելի են։ Մեզ շատ է օգնում, որ մեր բաժնետերը միջազգային հայտնի ընկերություն է։ Ինչ է դա տալիս։ Դե նայեք, օրինակի համար միջազգային շուկաներ մուտք գործելու համար կամ միջազգային արժեթղթերը պահելու համար մենք պետք է ունենանք թղթակցային գործընկերային հաշիվներ արտասահմանում, որտեղ առար որ դրես պահելու։ Ասենք այդ նույն բանն է, ոնց որ аэроպորտներով, երկու аэроպորտներ իրար հետ ճանաչում են որպես միջազգային, բայց օդանավ բան ավիաընկերություն չկա, որ տանի բերի ուղևորներ։ Տրանզիտ։ Հա, հիմա մենք նույն ձևի ունենք, օրինակ Deutsche Börse-ի դուստր ձեռնարկությունը Clearstream-ինքը պահարու է, միջազգային արժեթղթերի պահարու։ Հիմա որ դուք օրինակ եմր առնեք Apple-ի բաժնետում, կարաք բերեք Հայաստանի կենտրոնական դեպոզիտարին պահեք։ Ինչ է նշանակում բերել։ Նշանակում է Հայաստանի կենտրոնական դեպոզիտարի այլ երկրում բացված թղթակցային հաշվի վրա դա պահել։ Հա։ Հիմա փաստացի ես որ ասենք Ամերաբանկով MyInvest-ով գնում եմ բաժնետումս, այդ որտեղ է պահվում։ Այդ պահվում է կամ բերում Ամերաբանկը կամ օրինակի համար պահում է իր այլ մի ենթապահառուի մոտ, որը տալիս է իրան այդ հնարավորությունը, այսինքն դա կարում է ընդունի։ Կամ բերում է օրինակ կենտրոնական դեպոզիտարը, մենք էլի ենթապահառու ենք ըստ էության իր համար, հանդիսանում։ Ու մեր մոտ է պահում։ Այդ է բանը։ Հիմա նայեք, եթե մենք չլինեինք միջազգային ընկերություն, շատ հավանական է, որ մեր հաշիվը փակ էին։ Այս բաժամիջոցներ եւ այլն, որտեղ բարձր ռիսկային էր գոտին դարել, մեր ընկերությունն էլ կարար բարձր ռիսկային արտահասակարգվեր եւ այլն։ Այդ խոսակցությունները եղել է։ Բայց հաշվի առնելով, որ մենք եվրոպական ընկերության դուստր ձեռնարկություն ենք, մենք ապացուցել ենք, որ կիրառում ենք եվրոպական ստանդարտները, փողի լվացման եւ բաժամիջոցների հետևելու եւ այլն հարցերով, այդ պատճառով մեզ լավ աշկով են նայել։ Այլապես կարող է փակեին հաշվի։ Եթե փաշիվը փակեին, այդ հաշվի մեջ պահվում է նաև օրինակ համար կենսաթոշակային մեր ֆոնդերի ամբողջ ակտիվները, որ ըստ էության կարևոր պետական գործառույթ։ Մյուս ամենակարևոր մասը հիմա այս մեր երկրից դեպի դուրս ներդրում անելն է, բայց մեր առաքելությունը դեպի ներս ներդրումներ ապահովել է։ Հիմա օրինակ համար միջազգային ներդրողներին, բանկերին, ինստիտուցիոնալ խաղացողներին ուզում ես վաճառես պետական պարտատոմս։ Հարցից մեկը լավ, ենթադրենք քթա վաճառողին, ենթադրենք վաճառեց, բա լավ, ես որտեղ պետք է դա պահեմ։ Այդ պարտատոմսերը պահվում են Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիում, այսինքն կենտրոնական դեպոզիտարիում մեկ այլ երկրի դեպոզիտարիա պետք է հաշիվ ունենա թղթակցային, որ կարողանանք դնենք այնտեղ, կամ էլ ներդրողը պետք է գա ուղիղ հաշիվ բացի։ Հիմնական դեպքերում բացառված է լինում, որ ներդրողը գա, ասենք ինստիտուցիոնալ ներդրողը հաշիվ բացի։ Մենք
հաջողությամբ բերեցին Clearstream-ը Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան հաշվի ունի այդ միջազգային դեպոզիտարիան։ Այսինքն մենք եթե հանկարծ կորցնենք այս հարաբերությունը Clearstream-ի հետ, ըստ էության այսօր որ մի $500 միլիոն համարժեք հայկական պետական թղթերում ներդրումներ կան արտասահմանից, մենք այդ հնարավորությունը կկորցնենք, ապագայում կկորցնենք հնարավորությունը կորպորատիվ արժեթղթերի համար։ Իսկ հիմա մենք ոչ թե մի հատ Clearstream ունենք, այլ Աբու Դաբի ֆոնդային բորսա եւ դեպոզիտարիան մեր մոտ հաշվ են բացում, որպեսզի միջին արևելքի ներդրողներն էլ հասանելիություն ունենան։ Մի քանի օր առաջ Լեհաստանի դեպոզիտարիան ուղիղ հաշիվ բացեց։ Սա մեծ ձեռքբերում է, մենք որպես ենթակառուցվածքային ընկերություն մեր առաքելությունը ըստ էության կապեր հաստատելն է, հաշիվներ բացելն է։ Այնպիսի վիճակում պահել ընկերությունը մաքուր, հիգիենիկ ձևով կարգավորվող, որ մեզ վստահեն մեր մոտ հաշիվ բացեն, որովհետև պատկերացնում եք, չէ՞, մեկի մոտ հաշիվ ես բացում, մեկ էլ մյուսը չկա այդ ընկերությունը։ Կամ իրանց համակարգերը ջնջվել է օրինակի համար։ Այ ինչ տվեց մեզ Վարշավայի ֆոնդային բորսան, ինքը տվեց հնարավորություն մեզ միջազգայնանալու, մեր հանդեպ վստահությունը բարձրացավ։ Իսկ ինչ է պետք կամ արդյոք դա հնարավոր է, որպեսզի ոչ միայն պետական թղթերը, այլ նաև կորպորատիվը հնարավոր լինի, այսինքն որ դրսից կարողանան հայկական, օրինակ կորպորատիվ պարտատոմսեր ձեռք բերել կամ բաժնետոմսեր։ Հա, շատ ակտուալ հարց է։ Մենք օրինակ փորձում ենք վաճառենք, ոչ թե վաճառենք, գովազդենք, ենթադրենք մեր մոտ կան լավ կորպորատիվ պարտատոմսեր կամ բաժնետոմսեր կան, ենթադրենք։ Ասում են շատ լավ, օքեյ, ուր է դրա մասին research։ Այդ անձնագիր է, էլի։ Իրականում անձնագիրն է։ Ոչ մեկին չի հետաքրքրում 3-4 օրի ջանոց ազդագիր։ Այն էլ որ մեր մոտ գրված է այդ 15 տարվա ստանդարտներով, տենց PDF-ով, դա կարդում են research անալիստները։ Դու մի հոգի կարդում, բայց դրանից սարքում է 2-3 էջանոց։ Հետո կան միջազգային հարթակներ, այդ հարթակները պետքա դա հասանելի լինի։ Դրա համար մենք հիմա բոլորին հորդորում ենք ու խրախուսում ենք, որպեսզի իրանք թողարկումը կազմակերպելուց research-ել անեն, թուղթ սարքեն, investment teaser ու կարողանան տարածեն։ Այդ մեկ։ Այդ մարքեթինգի մասը։ Այդ մարքեթինգի մասն է, որպեսզի իմանան այդ ինչ թուղթ է։ Հա։ Այդ ընկերությունը ինչքան ռիսկային է։ Երկրորդը պետք է լինի ենթակառուցվածք։ Նախ գնանշող է պետք լինի։ Դե մենք քանի որ բորսայում մենք հիմա բորսով ենթակառուցվածքներ ենք սարքում, այսինքն որ Վարշավայի բորսայում շուտով փորձենք տեսանելի դարձնենք Հայաստանի բորսայի հարթակը։ Իսկ այնտեղ եթե տեսանել եղավ, պատկերացնում եք, չէ՞, Goldman Sachs, JP Morgan, աշխարհում ինչքան բանկ կա, այդ Վարշավայի բորսային տեսնում են։ Հա։ Այսինքն նշանակում է, եթե նայում են, մի հատ էլ էկրան կավելանա, կտեսնան նաև հայկական թղթեր։ Այդ տեսանելիությունն էլ կփորձենք ապահովենք, հետո պետք է դրա պահարության կտորը ապահովենք։ Հիմա դրա համար էլ Վարշավայի բորսան դեպոզիտարն մեր մոտ բացեց հաշիվ։ Այսինքն եթե ուզենան առնեն, կարան այդ հաշվի մեջ պահեն։ Այսինքն մենք ըստ էության ենթակառուցվածքը սարքելով գնում ենք։ Հիմա մեզ ինչա բացակայում։ Բացակայում է այդ արժեթղթերի վերաբերյալ լավ անալիտիկա, research analytics, կարելի ասել, ու դրա վաճառք, ոնց որ տարածում։ Ենթակառուցվածքային մասը երբ արդեն պատրաստ կլինի։ Դե հիմա ցանկացած լեհական ներդրող, եթե ձեռք բերեց արժեթղթը, կարա արդեն պահի Լեհաստանի դեպոզիտարիայում։ Հա։ Արդեն պատրաստ է։ Հիմա պետական պարտատոմսերի մասով Աբու Դաբի բորսայի ցանկացած անդամ կարա առնի պահի, պետք է օրենսդրական փոփոխություն անենք որոշակիորեն, որ այդ remote membership հասկացություն կա, օրինակ աշխարհում դա շատ ընդունված է remote membership։ Մեր մոտ օրենքում գրված է, որ մենակ հայկական ներդրումային ծառայություն մատուցողները կարան լինեն բորսայի անդամ։ Իսկ աշխարհում դա արդեն վերափոխվել է, մի level բարձրացել են, ասում են այլ երկրների բորսա, այլ երկրների ներդրումային ծառայություն մատուցողները կարան քո բորսայում անդամ լինեն, առևտուր իրականացնեն։ Իրենք չեն կարող քո երկրում ներդրումային ծառայություն վաճառեն, բայց ըստ էության կարան առևտուր իրականացնեն։ Իսկ երբ դա հասանելի կլինի ոչ միայն Լեհաստանում, այլ բոլորին։ Դե հիմա բոլորին որպեսզի հասանելի լինի, իրանք էլ մեր մոտ որպեսզի հաշիվներ բացեն, պետքա տեսնան business case։ Ասենք եթե իրենք ծախս անեն, կան այդ հաշվը բացեն, due diligence անեն մեզ, հա իրավաբաններ վարձեն, խորհրդատուներ վարձեն, ծախսը։ Պետք է հասկանան, որ այստեղ կա այնքան ծավալ, որ մի 2-3 տարվա մեջ իրանք այդ ծախսերը կփակեն։ Հիմա մենք կարանք, ասենք անձնական կապերով ըստ էության անձնական խոսքի հիման վրա համոզելով փորձել ենք, հասել ենք ինչ որ մի կետի գնում ենք առաջ։ Բայց շատ տեղեր օրինակ մենք չենք շատ դժվար կլինի այսօրվա մեր իրականության
փոքր շուկա լինելով ամերիկյան, ասենք Bank of New York Mellon կամ JP Morgan-ին, ասենք ինքը մեր մոտ հաշիվ բացի եւ Հայաստանի համար դա հասանելիություն։ Դեռևս դա բարդ է։ Երբ որ կլինի արդեն մեծ ծավալ, այսինքն բիզնես հետաքրքրության հարցը, որը որ այս բանին դեռ չենք կարող բավարարել։ դա աշխարհի համար մեկ ռացիոնալությունն է։ Ցանկացած գործ պետք է ունենա իր տակ ոնց որ հիմնարար պատճառ։ Պատճառը եկամտաբերությունն է։ Եթե քաղաքական չի։ Հա։ Շատ լավ։ Իսկ ինչքան ենք հեռու դրանից, օրինակ եթե փորձենք թվերով հասկանալ շուկայում այս բային մեր շուկայի այն ինչ կարող ենք առաջարկել եւ այն կետը, որտեղից սկսած իրենց հետաքրքիր կլինի։ Այք շատ հեռու չենք, կարելի ասել ընդհակառակը մոտիկ ենք։ Հիմա մենք 7.5 միլիարդ դոլարի տեղական դրամով ունենք թողարկված պետական պարտատոմս, ինքը մեծ ծավալ է։ Ունենք 10 տարեկան պարտատոմս, որի թողարկման ծավալը եղել է $500 միլիոն եւ ավել։ Որոշակի քայլեր պետք է ձեռնարկենք, պետք է ստանանք կատեգորիա շուկայի FTSE կողմից, հա, emerging market կամ frontier ինչ որ բան, որոշակի գործեր պետք է անենք, բայց հեռու չենք։ Կորպորատիվ թղթերի մասով, եթե ասում եմ ներդրումային բանկային ոլորտը էլ ավելի զարգանա, հիմա փորձեր կան, ամերյանափորձում Freedom Finance-ն եկել Հայաստան, մի քանի ներդրումային ընկերություններ են բացվել, համոտ մասնագետներ են տեղափոխվել Հայաստան, որը այտենց ոգեշնչող է ու ուսադրող։ Եթե այդ ոլորտը ակտիվանա, թողարկումները կլինեն, որտեղ կան ընկերություններ Հայաստանում $100 միլիոն ու ավել գնահատումով հաստատ իրանք էլ կարող է շատերի տերը կարող է ասկի տեղակել չեն, ինչքան թանկ կարա իրանք ընկերությունը գնահատվի։ Երբ որ տեսնան, որ կարա այդքան լավ գնով ինքը հավելյալ ենթադրենք մի քանի $100 միլիոն կապիտալ ներգրավի իր ծրագրերը իրականացնելու համար, ինչի պետք է չանի։ Այսինքն որ մի ռացիոնալ փող ուզող բիզնեսը կնախընտրի գնա գրավով բանկից փող վերցնի։ Պարզը ոչ մեկ էլ չի նախընտրի, չէ, գրավով փող վերցնել, կնախընտրի պարտատոմսի միջոցով փողներ գրավելը կամ առհասարակ բաժետոմսի միջոցով, որ այլևս պարտքել չի։ Հա։ Ինքը ռացիոնալության շրջանում է, այստեղ ասենք ինչ որ մտած անգլերեն ասած rocket science կամ ինչ որ հրաշագործություն կամ թաքնված իմաստություն չկա։ Իսկ ինչքանով մեր տեղական թղթերը զուտ ներդրողին հետաքրքիր կլինեն դրսի իրենց եկամտաբերությամբ կամ այլ չափանիշներով։ Միա չափանիշը եկամտաբերություն եւ ռիսկ։ Ուրիշ չափանիշ չկա այդտեղ։ Ռացիոնալ ներդրողը գնահատում է ռիսկ եւ եկամտաբերություն։ Այնտեղ ուրիշ չափանիշ։ Հիմա նայեք դոլարային ներդրումը այսօր 4.5%-ից ավել պետք է լինի, որտեղ ըստ էության Ամերիկայի պետական պարտատոմսը վճարում է 4% եւ ավել։ Հիմա եթե գան առաջարկեն այլ երկրի պարտատոմս, որը վճարում է դոլարով 3 կամ 4%, ինչի պիտի առնի։ Ինչ որ մեկը։ Բայց դրա համար էլ Հայաստանի պետական դոլարային պարտատոմսերը 7%-ով վճարվեցին։ Ռացիոնալություն է, էլի։ Եվ տեղական դոլարային կորպորատիվ պարտատոմսերն էլ էլի 7.5 ավել, չէ, հիմնականում։ Հիմնականում այո, դա ռացիոնալ է, նորմալ է, ճիշտ է։ Իսկ այն պարտատոմսերը, որոնց գինը, ասենք 5 կամ 4%, այստեղ կա ուրեմն խնդիր։ Պետք է խորանալ այդ խնդիրը լուծելու։ Իսկ եթե առաջնային խնդիր չի իրականում այդպես։ Իսկ եթե դրամային թղթերին նայենք, այդտեղ նաև տեղի ունենում կոնվերտացիա, դա ինչպես է կարգավորվում։ Ըստ էության գնահատվում է դոլարից դրամ մտնելու փոխարկելու գինը։ Եթե դոլարային պարտատոմսը պետության վճարում է 7%, դրամայինը 10%, այսինքն դոլարից դրամի փոխարժեքի գինը ըստ էության 3% է տարեկան։ Հիմա կարաս նախընտրես որպես ներդրող, ասես արի ես 10% աշխատեմ, փոխարկեմ դրամով առնեմ, կամ ասես չէ, դոլար չեմ ուզում փոխարկեմ 7% աշխատեմ։ Կարող է 3 տարի հետո հետնես, բայց ասես գիտես ինչ նույն գնով ես կարող այդ դոլարը հետ առնեի։ Աստորեն տարեկան 3% կորցրեցի, բայց կարող է մի օր էլ ունես պատահի, որ չգիտեմ, արտարժույթը դառնա դոլար դրամի կուրսը դառնա 450-500, այդ ժամանակ ինչ աշխատել էր տարբերությունը կորի գնա։ Դրա համար պետք է research and analytics, այսինքն գնահատական, վերլուծական մասնագետների կողմից կանխատեսում արտարժույթի վերաբերյալ։ Եթե էլի կորպորատիվի թեման շարունակենք, նաև շատ հաճախ, եթե մի թուղթը այդքան ուժեղ չէ, բայց հավաքում են ֆոնդեր, չէ։ Արդյոք նման բան Հայաստանում հնարավոր է, որ ասենք մի քանի հայկական ուժեղ ընկերություններ իրենց թղթերը հավաքվեն մի ֆոնդում եւ դա արդեն հետաքրքիր լինի նաև դրսի ներդրողին։ Դա միանշանակ հնարավոր է, բայց դա ընկերության գործը չի էլի։
Նայեք, այդ ընկերությունը ձեր նման, դուք րոպեն վերածում եք դրամի կամ դոլարի, չէ՞։ Ամեն մեկը մի հմտություն ունեք։ Հիմա այդ ընկերություններից մեկը քառակուսի մետրը սարքում է դոլար, մյուսը, ասենք, չգիտեմ, այլ բանն է սարքում դոլար, բայց որովհետեւ դու իրանց համախմբես, պետք է ներդրումային բանկ կամ այս բարագայում արդեն բաներն են։ Կառավարիչ ֆոնդերի կառավարիչ ընկերություններ, որ իրանք գնան մի քանի թողարկողների գտնեն, իրանց համոզեն, դա կոչվում է securitization։ Այսինքն դու հավաքում ես մի քանի հատ տարբեր թղթեր ֆոնդիդ մեջ, սկսես ֆոնդի փայլը ծախել։ Հնարավոր է միանշանակ։ Այսօր արդեն իսկ կա այդ ձևի ֆոնդեր կան Հայաստանում, որ ասում են փող տվեք, մենք կկառավարենք։ Կառավարիչի գործի անունն ինչն է, որպեսզի գտնի եկամտաբեր լավ արժի թղթեր ու այդ գումարները այդ եկամտաբեր արժի թղթերի մեջ ներդրում կատարի ու պետք է ժամանակ ծախի, առնի ու ինքը իմանա արդեն իր կառավարման հմտություններից ելնելով ոնց է որոշումները կայացնի, որ իր ներդրողները, որոնք իր հաճախորդներն իրան վճարել են փող, լինեն գոհ։ Շատ հետաքրքիր է։ Բայց դեռ բարձ չէ, հնարավոր է թե չէ։ Նու տեսականորեն հնարավոր է, բայց օրինակ զուտ բիզնես ձեր ասած ռացիոնալությամբ այդ ինչքան է հեռու էլի մեզնից դեռ։ Որ մի կտոր է։ Նու օրինակ այս ֆոնդերին է։ Ընդհանրապես հեռու չէ, օրինակ համար մեր ֆոնդերի կառավարիչներից մեկը, այսօր կենսաթոշակային, ինքը կողքից ուրիշ ֆոնդ է ստեղծել ներդրումային։ Ու ինքը ասում է, եղբայր, եթե դու ինձ գումար տաս, կառավարեմ քո գումարը։ Հա, ես կդնեմ այդ ֆոնդի մեջ, դու կունենաս ֆոնդի մեջ փայ։ Եթե նայես իմ վերջի տարիների ցուցանիշները, տարեկան ենթադրենք 15% աճ ա ունեցել։ Հա։ Հիմա դուք այդ փողը տալիս եք իրան, թե ինքը տակը ինչ է անում։ Այդ արդեն ուրիշ հարց է։ Ըստ էության ինքը տակը իր ներդրումները իրականացնելու համար անում է այն գործը, որը հենց նոր բնութագրեցիք։ Գնում է տարբեր թողարկողներից ձեռք է բերում տարբեր թղթեր ու կառավարում է ոչ թե գումարը, այլ հենց ներդրումային որոշումները, որ պահին որ մի թուղթ առնի, որ պահին որ թուղթը վաճառի։ Այսինքն նույնպես նույն կերպ մեր կենսաթոշակային կուտակումներն են։ Այսինքն դա արդեն այսօր փաստ է, ոչ թե կարա ապագայում լինի, այդ արդեն փաստ է արձանագրված։ Ուղղակի դրա մասին այտենց ամեն օր չի խոսացվում հանրամատչելի լեզվով, կերպով, որպեսզի մարդկանց մոտ էլ ոնց որ գիտելիքը ձևավորվի։ Լավ, իսկ էլի հետ գանք այն ամենասկզբի մրցանակին, Կովկասում, այդպես էր կոչվում մրցանակը, մենք ինչով ենք գերազանցում տարածաշրջանի մյուս երկրներին։ Նայեք, մենք ունենք շատ լավ առևտրային համակարգ։ Մենք այդ անցումը շատ լավ կերպով կազմակերպեցինք, որը ոչ Վրաստանում կա, ոչ էլ Ադրբեջանում էլ չկա ստեցան։ Այդ ձևի զարգացած առևտրային համակարգ եւ այդ ձևի զարգացած դեպոզիտար համակարգեր, եւ գործընկերներ։ Այսինքն երբ որ իրանք գնահատում են, նայում են ինչ համակարգեր ունես, ինչ գործընկերներ ունես եւ այլն։ Որքան թողարկողներ ունես, երկրորդ։ Որքան ես վստահելի։ Էլի հետ են գալիս Վարշավայի բորսայի փաստին։ Երբ որ նայում են, որ քեզ վստահել են Արևելյան Եվրոպայի անխոշորագույն բորսան, որպես ընկերություն եւ ներդրում է կատարել, այդ արդեն վստահության ցուցանիշ է։ Բայց բաղադրիչները բերում ես իրար կպցնում ես, դառնում ես լավագույն։ Իսկ ինչով ենք մենք հետաքրքիր դարձել Վարշավայի բորսային, իրենց մոտ ենթադրում եմ նույն այդ ռացիոնալությունը կա, որ նաեւ շահութաբեր է։ Շատ ճիշտ է այդ հարցը, դու տեղին է։ Ու այդ հարցի պատասխանը հենց տալիս է իրանց նախկին տնօրենը, իր ինտերվյուի ժամանակ, որ լինքը կտամ կնայեք։ 3 պատճառ է բերում, ասում եմ նախ առաջինը աճող, զարգացող շուկա է, ոնց որ իրանք են եղել 90-ականներին, ինքը եկել տեսել է, որ հիմա մենք չունենք ցուցակված բաժնետոնսեր ու բոլորն էլ գնահատում են ու հասկանում են աճող տնտեսությունում ձևավորվում են առողջ եւ աճող կազմակերպություններ։ Ու այդ կազմակերպությունները վաղ թե ուշ փողի համար գալու են դառնան բաց բաժնետիրական։ Ճիշտ կետին երբ որ դու մտնես, դու միշտ ունենալու ես դրական դինամիկա աճի։ Իսկ այն պահին, երբ որ իրանց մենք գնացինք, փորձում էինք համոզեինք, 19 թիվն էր, երբ որ սկսեցինք բանակցությունները։ Իրանք 2 տարի մեզ հետևել են, մեր աշխատանք հետևել են։ Եթե նայեք, իրանք 2022 թվականի դեկտեմբերին են նոր դարել բաժնետեր։ Ու իրանք ինտերվյուի ժամանակ էլ ասում են, որ մենք 2 տարի հետևեցինք, տեսանք, որ այս մարդիկ մեզ ինչ ասում էին, կանխատեսումներով, հələ մի բան էլ over outperform են արել իրանց կանխատեսումներին։
Այսինքն կա աճի տեղ, այդ մեկ։ Գինը բանա, ոնց որ ինքը ոչ շատ թանկ է, ոչ էլ շատ էժան է, որտեղ բալանսային արժեքով էր, ըստ էության գործարքը, այնպես չէ որ բորսաները բալանս անգամ 5-6, ասենք շատ դեպքում կարող է մաքսիմում 2 անգամ լինել։ Բայց դա ստրատեգիկ որոշում էր, ինքը բարձա գնահատում են, ասում են նայեք, մի քանի բիզնես ուղղություններ կա Հայաստանի ֆոնդային բորսայում, առևտուր, լիստինգ, դեպոզիտար ծառայություններ եւ այլն։ Եթե տեսնում ես հնա այդ կանխատեսումը շատ է, դրական հնան աճ ունենալու, ըստ էության համապատասխանաբար պետությունը նաեւ պարտատոմսեր է թողարկելու։ Այդ պարտատոմսերի աճուրդը մենք ենք կազմակերպում։ Բնականաբար բիզնեսը շատանալու է։ Եթե IMF-ի ասենք կանխատեսում, համաշխարհային բանկի մեր անձնական կանխատեսումները չեն։ Ու իրենք տեսել են, որ իրականում դա տենց է։ Երրորդ մենեջմենտը, ընկերության կառավարումը եւ ըստ էության անձնակազմը իրենք շատ հետաքրքիր էր ու այդ նույն ձևի արտահայտում են, որտեվ ունենք տարատեսակ հետաքրքիր նախաձեռնություններ, որը իրանց մոտ անգամ չկար, իրանց համար դա ոնց որ նորություն էր։ Օրինակ GP.get, Minfin.get web կայքը որ պատրաստել էին ժամանակին, հիմա թարմացրել են, իրանց մոտ այդպես բան չկար, կամ մեր կենսաթոշակային համակարգը, որ թե ոնց է կառուցված, իրանց մոտ չկար, իրանց համար դա գիտելիքի ոնց որ աղբյուր էր։ Մեր առևտրային համակարգը, որ մենք ներ ենք դրել Եվրասիական բանկի գրանտի հաշվին, մենք ենք համաֆինանսավորել, բայց օրինակ շուկայի վրա երբևէ դա ծախս չենք ձևակերպել ներդրման ժամանակ։ Ինքը շատ հանրամատչելի գնով է։ Մենք որոշել ենք իրար հետ բրենդինգ անենք ու իրանք այդ ծրագիրը վաճառեն այլ զարգացող բորսաներին։ Իրանց համար սա տեխնոլոգիայի նաև աղբյուր է Հայաստանի ֆոնդը։ Ու իրականում տենց էլ կա հիմա այսօր մեր մոտ կան աշխատակիցներ, որոնք outsource պայմանագրով աշխատում են նաև իրանց համար։ Լավ։ Ու շատ հաջողված ներդրում է, որովհետև ներդրման պայման եթե ընկերության բալանսային արժեքը 3 միլիոնից ավել էր, հիմա այսօր 5 միլիոնից ավել է, այսինքն կարելի է ասել կրկնապատկվելուն մոտիկ է 2.5 տարվա մեջ։ Իսկ Աբու Դաբիի շուկայի հետ համագործակցությունը ինչ կարող է բերել, ինչ հնարավորություններ տալ։ Նայեք, նորից մեր մառաքելությունը նրանում է կայանում, որպեսզի կարողանանք ինչքան շատ հնարավոր է արժեթղթեր բերենք մեր շուկա, թե տեղային, թե արտասահմանյան։ Եվ ինչքան շատ հնարավոր է ներդրողներ բերենք, եւ երբևիցե պետք չի սահմանափակվել քո երկրով։ Դրա համար մենք նայում ենք այլ երկրների հետ ինչ հարաբերություններ կարանք հաստատենք, որովհետեւ կապեր ստեղծենք եւ ներդրողներ բերենք։ Մեր նպատակը եղել է ներդրում ներգրավելը, ներդրողներ եւ արժեթղթեր։ Իրանց մոտ այդ Թաբադուլ պրոյեկտը ըստ էության բորսաների ինտեգրացող պրոյեկտ է։ Իրանց արժեթղթերը մեր բորսայում այսօր երևում է։ Հա, եւ մերն էլ իրանց մոտ։ Այո։ Ըստ էության մեր մոտ շատացել են թղթերը եւ մեր մոտ շատացել են ներդրողների շրջանակը։ Իսկ իրանց շրջանակը մոտավորապես ինչ զուտ Էմիրատներում, թե Դեմլեմատ գնահատեք օրինակի համար Էմիրատների ներդրումային պոտենցիալը, հա, ասենք մի քանի տրիլիոնի մասին է ենթադրենք խոսքը գնում, բա եթե դու կարաս ընկնես իրանց աչքի տակ, ռադարի տակ, չանելը արդեն աններելի է։ Եթե կարաս այդքան անես, պետք է անես։ Հիմա հարց է մնում դրա պրոմոշնը, դրա մարքեթինգը։ Դրա համար ուզում ենք հիմա մեր բոլոր բրոկերներին հավաքենք, տեսնենք ով կարա մի հատ լավ ներդրումային ստրատեգիա ձևավորի հայկական թղթերով, տանենք ներկայացնենք իրենց։ Իրանք շատ լավ գործընկերներ են, պատրաստ են մեզ միշտ օգնել աջակցել, իրար շատ ենք մտերմացել։ Լավ, իսկ մեր բորսայում այսպես առևտրի ծավալը որ հասկանանք, ես նայում եի բաժնետոմսերի առևտուրը ըստ ամիսների նախորդ տարի, ասես փոքր գծով գնում է, մի ամիս շատ մեծ թռիչք ու հետո էլի նույն կերպ շարունակվում է։ Ինչ է կատարվում մեր օրինակ բաժնետոմսերում սկսենք, որը որ ենթադրում եմ ամենաքիչ գործարքներն են եւ հետո նաեւ պարտատոմսերը։ Նայեք, մեր մոտ ամենավերջի թվարկումը որ տեսել ներդրանից առաջ ԿԳԲ բանկն էր եւ Թիմ Տելեկոմը։ Թիմ Տելեկոմը ճիշտ է։ Եթե 7 տարի առաջ նայենք, ասենք, չգիտեմ, 3 տարին մեկ է նոր թողարկում լինում, հիմա ամեն տարի մի հատ թողարկում լինում է։ Այս տարի սպասելի է։ Դե, չգիտեմ, խոսակցություններ կան, որ այո։ Բայց ֆինանսական աշխարհում ամենակարևորը դինամիկան է։ Գիտեք, արժեր եւ ցուլեր, հա, դա կամ առնում են։ Բոլորը սիրում են կանաչ լույսով բոլորը սիրում են կանաչ լույս, կանաչ գույնի, այտենց upwards ոնց որ բան, հա։ Հիմա մեր մոտ դա կա։
Բաժնի տոմսերը թողարկում են, ինչ որ մի հատ իվենթներ է տեղի ունենում, մի հատ դրվագային երևույթներ են լինում, որը կամ ինչ որ մեկը վաճառում է, մյուսը առնում է, կամ ինչ որ մեկը ուզում է առնի, այն մյուսը վաճառում է, դրա համար ինչ որ տատանումներ կան։ Էդա, բայց առհասարակ այն որ կա շարժ, դա արդեն դրականի մասն է խոսում։ Իսկ բաժնի տոմսերի կապիտալիզացիան ընդհանուր առմամբ 450 միլիարդ դրամի մոտ է, որը վատ չի։ Ինչ որ հնայի հարաբերակցությամբ, բան որ նայում ես ինքը լավ ցուցանիշ է, ասենք չգիտեմ 5%, կարելի ասել հնայում։ Ինչքան է վեր հնան հիմա։ Ինքնուրույն ինչ որ մի տոկոս արդեն երբ որ ժամանակին գրեթե 0-ին մոտիկ էր։ Իսկ երբ է հնարավոր, որ այդտեղ ավելի լուրջ տեղաշարժեր լինեն, ինչպես օրինակ պարտատոմսերում է։ Երբ որ ի հայտ գան մեծ ներդրումային ծառայություններ մատուցող իրանք ի հայտ եկել են հիմա ամերիկա բանկն էլ է դրա մեջ ներդրում կատարում Freedom Finance-ն է եկել, չգիտեմ, լոկալ մի քանի ընկերություններ են ձևավորվել, որտեղ աշխատում են մասնագետներ, հենց թեկուզ Ռուսաստանից, որը միանշանակ խրախուսելի է։ Իսկ կորպորատիվ պարտատոմսերի այս աճը ինչպես կգնահատեք ու արդյոք հիմա ամբողջ պոտենցիալը սպառված է, թե դեռ շատ կա։ Պոտենցիալը դեռ սպառված, դեռ նոր է սկսում ընդհանրապես ինքը ռեալիզացվել, այլ ասել պոտենցիալը մեծ է։ Շատ մեծ դեր խաղաց կառավարության այս խրախուսական ծրագիրը, իսկ բանկերի համար շատ մեծ դեր խաղաց, որ պարտատոմսերի կուպոնները ազատվեցին տոկոսներից, քարկերից, եկամուտահարկից ազատվեցին, դա էլ մեծ դեր խաղաց։ Հույս ունենք, որ գնալով պիտի շատանա։ Էլի ինչքան հիմա մենք փորձում ենք օրինակ լեհաստանից ներգրավենք դեպի Հայաստան մի քանի հատ ներդրումային բանկ, որ զբաղվեն հայկական թողարկողներով, մեծ թողարկումների ծավալների համար։ Եվ հասկանանք նաև մեր ներքին շուկայում ներդրողները, հա, ովքեր են նրանք, ինչպիսին է իրենց հետաքրքրվածությունը, արդյոք դա կա, թե դրա հետ նույնպես աշխատանքի կարիք կա։ Ֆինանսական գիտության պակաս կա։ Մարդը եթե չգիտի դա ինչ է, երբևիցե իր փողը չի դնի, մինչև իրան չբացատրես։ Հիմա մենք ուզում ենք մի հատ նախաձեռնություն հանդես գալ IMX Ակադեմիա, որը ինչ-որ կրթական ծրագրեր առնելու, սկսած համալսարաններից մինչև մեծ 50 տարիքի մարդկանց համար, բայց աշխարհում հիմնականում այդ կրթական ծրագրերը իրականացնում են նաև բրոկերները։ Ինչի համար, որովհետև ամենաառաջնային եկամուտը իրանք են գեներացնում դրանից։ Ու ոնց է դա տեղի ունենում, բրոկերները կազմակերպում են ընդհանրենք լեկցիաներ, ծրագրեր, կրթական, մարդկանց բացատրում են։ Ցանկացած մարդ էլ բացատրես, որ 10 տարի առաջ S&P ինդեքսում օրինակի համար ներդրում աներ $1000, այսօր կունենայր, ասենք, չգիտեմ, $8000, հա։ Մյուս հարց այդ մարդու մոտ առաջանում, բա ոնց անեմ։ Այսինքն իրանք կրթեցին թեթևակի, հետո ասում են դե վերցրու առ մեր ծրագիրը ու առևտրու արա։ Այսինքն ծրագրերը կրթական ամենաառաջնային իրականացնում են այլ երկրներում հենց բրոկերները։ Հայաստանում էլ են սկսել։ Հա, բայց սկիզբը լավն է, դրա համար իրականում լավ կետի վրա ենք, որտեղ տեսնում ես, որ արդեն սկսել են, սովորացնում են։ Մենք էլ մեր մասով ենք ուզում սովորացնենք։ Եթե գնահատես ինչքան դեպոզիտ կա բանկային համակարգում, 10 միլիարդ պլյուս կամ 20 միլիարդ։ Աշխարհում ցանկացած տեղել, եթե դեպոզիտները հիմնական սեյվան, ասենք խնայողությունների 99% դեպոզիտ է, դե քառակուսի մետրը չես հաշվում, որտեղ ինքը խնայողություն չի ձևակերպվում։ Բայց եթե ավանդա 99% խնայողությունների, ըստ էության դու կարաս մինչև 25% կոնվերտացիա ակնկալես։ Եթե լավ ձևով, ճիշտ ձևով աշխատես, որտեղ ցանկացած մարդ, ասած ձեզնից, ինձնից եւ մնացած մեր բոլոր ծանոթներից, բոլորն էլ ուզում են դիվերսիֆիկացնել իրենց խնայողությունները, բոլորը ցանկանում են որոշակի ռիսկի դիմել, բարձր չտանես 100% դնես այդ ռիսկի տակ, բայց եթե պոտենցիալ հնարավորություն կա աշխատելու 15-20%, ինչի օրինակի համար քո խնայողության 5%-ը չդնես այդտենց ներդրումային ստրատեգիայի մեջ։ Այսինքն պոտենցիալ կա, ներդրողները պատրաստ են։ Բայց հիմա այս նոր սկսվող ոգևորությանը նաև խանգարում են զեղծարարությունները, երբ որ մարդիկ դեռևս լավ չպատկերացնելով դա ինչ է, ընկնում են ծուղակը։ Զեղծարարությունից խուսափելու համար կա շատ հետաքրքիր, պարզ, կարճ մի հատ խորհուրդ։ Կյանքում տեսել եք, որ մեկը ձեր համար աշխատի ու ամսական վերի 3-4-5% ձեզ տա։ Այդպես բան կյանքում չլսված է գրեթե։ Հա, դա հիմնականում զեղծարարություն, ամեն ինչ ունի իր գինը։
Պետական պարտատոմսը եթե տարեկան տալիս է 10%, կորպորատիվը մի քիչ ավելի բարձր ռիսկային է։ Այո, արդեն ձեր համար են աշխատում, բայց իրենք պատրաստ են տալ ընդամենը 12-13 կամ 15%, ոչ թե 400 կամ չգիտեմ, թեկուզ 40%։ Եթե կորպորատիվ պարտատոմսը 40-50% է վճարում, նշանակում է դրա դեֆոլտի ռիսկը, սնանկության ռիսկը շատ բարձր է, կարող է 10 50-50 կստանաս, թե չես ստանա։ Բայց եթե ինչ-որ մեկը գալիս է ու քեզ առաջարկում է արեկան 25-30% ու ասում է գարանտիդ, այսինքն երաշխավորված, հենց լսում եք երաշխավորված բառ, որը չկա։ Անկապ պետական պարտատոմսը չի կարա երաշխավորված լինել, որտեղ ցանկացած պետություն կարա գնա սնանկության։ Ոնց որ օրինակ Ռուսաստանում եղավ 90-ականների վերջին։ Ներդրումներ էին արել պետական պարտատոմսերի մեջ, շատերը չստացան գումարը գնացնելը։ Բայց դա ամենացածր ռիսկայինն է։ Ոնց որ օրինակ համար Ամերիկայի պետական պարտատոմսը դիտարկվում է որպես ամենացածր ռիսկային, բայց ոչ թե ընդհանրապես ռիսկ չկա։ Պետք է խուսափել երաշխավորված բառից, պետք է որտեղ երաշխավորված եկամտաբերություն տենց չկա, տենց հասկացություն չկա, ամեն ինչ ունի ռիսկի մակարդակը։ Պետք է միանգամից շատ վտանգավոր հնչի այն երևույթը, որ մեկը կարող ասի երաշխավորված 2-3% ամսական, որը տարեկան ձևավորվում է ասենք 25-30-40% չկա, այդպես բան չի կարա այտենց երևույթ լինի աշխարհում, դա ռացիոնալ չի։ Այսինքն ինքը դրանից էլ ավել պետք է աշխատի, որ այդ կան մասն էլ ձեզ տա։ Բայց խի պետք է հենա քեզից այդ փողոզիկը գնա իր հարևանից, հա մոտիկից, հարազատից ընդամենը դուզի, դու էլ կիմանաս, կգնահատես։ Իսկ ինչ այսպես հիմնական խորհուրդներ կտակ արդեն նրանց, ովքեր սկսել են առաջին ներդրումները անել, ինչպես ճիշտ կառուցեն իրենց ներդրումային ռազմավարությունը կամ առաջին քայլերը ինչպես անեն։ Եթե իրենք մասնագիտացած հմտություններ եւ գիտելիքներ չունեն առհասարակ ներդրումային ոլորտում, միանշանակ երբևիցե թող չմտածեն, որ իրանք կարան իրանց ներդրումները ճիշտ կառավարեն։ Իրանք պետք է օգտվեն ներդրումային խորհրդատուներից, որը լիցենզավորված գործունեություն է։ Ներդրումային խորհրդատուներ են Հայաստանում որոշակի բանկեր արդեն տալիս են, ներդրումային ընկերություններ են տալիս նմանատիպ ծառայություններ, միշտ թող ստուգեն, արդյոք ընկերությունը լիցենզավորված է թե չէ։ Արդյոք անձը, ով այդ խորհրդատվությունը տալիս է, լիցենզավորված է թե չէ, կամ առնվազն անձի անցած ճանապարհը, որտեղ է աշխատել, ինչ ձև է աշխատել եւ արդյոք LinkedIn-ով երևում է, օրինակի համար եմ ասում, կամ չգիտեմ թե կուզի իրա մասին հոդվածներ կան թե չկան։ Վստահել է աղբյուրներից, անպայման թող ստուգեն։ Երկրորդ, եթե Հայաստանում չեն կարող գտնեն օրինակի համար, նույն Interactive Brokers ընկերությունը կա, այնտեղ շատ լավ ռիսերչներ կան եւ այլն, կարելի է օգտվել այդ հետազոտություններից, նոր որոշում կայացնել, թե որտեղ դնել։ Իսկ եթե առհասարակ пассив եկամուտներ եք ուզում ունենաք, բարձր պետական պարտատոմս դրամային Հայաստանի պետական պարտատոմսերը տալիս են 10% եւ ավել, պետական եվրո պարտատոմսերը, որոնք դոլարով են, այսինքն արտասահմանում թողարկված մեր պետական պարտատոմսերը ներդրումը սկսում է $200,000-ից ու վերև, այսինքն վճարում է 7%։ Եթե պատրաստ եք Հայաստանում ներդրում անեք, ամենացածր ռիսկային դոլարային ներդրումը Հայաստանում, դա Հայաստանի պետական դոլարային պարտատոմսն է։ Դրա համար գիտելիք խիստ պետք չի։ Այդ արդեն բաց ռացիոնալ որոշում է։ Բայց եթե ուզում են այլ տեսակի ներդրումներ իրականացնեն, միանշանակ թող խուսափեն չլիցենզավորված ինչ-որ ծառայություններից եւ թող խուսափեն մտածելով, որ հեսա մենք կդնենք, կառնենք ու կաշխատենք։ Միշտ ամենահեշտն է, որ ասեն, որ այն ժամանակ առնենք, sense կլներ, ոչ մեկ չգիտի էլի գինը ուր կգնա, եթե խորը մասնագիտական վերլուծություն չի կատարել։ Այդ էլ անում են, ասում եմ, մասնագետները։ Մի տարբերակ էլ կա, եթե մարդը դուրս է եկել ինքը իր որպես մասնագետ ինչ-որ մի ոլորտից, օրինակ ավիացիոն ոլորտի մասնագետ է, ենթադրենք, ինքը իր հմտությունները օգտագործելով կարա գնահատի, ենթադրենք, օրինակի համար այս ավիաընկերության բաժնետոմսը լավ է լինել, թե վատ, որովհետև ինքը արդեն հասկանում է, այդ ավիաընկերությունը լավ է աշխատում, թե վատ է, սխալ է աշխատում։ Այդ էլ մյուս մոտեցումն է։ Ներդրումներ կատարել այն ոլորտի ընկերություններում, որ ոլորտից դուք հմտացած եք եւ մասնագիտացած եք եւ կարող ոլորտը ճիշտ վերլուծեք։ Շատ լավ, ու վերջում մի փոքր ամերիկյան շուկայի կամ ընդհանուր համաշխարհային շուկայի մասին խոսենք, որովհետեւ գնալով ինչքան այս
ցլի պերիոդը երկարում է, նաև շատ են խոսակցությունները, որ հեսա լինելու է անկում։ Դուք ինչ տպավորություն կամ միգուցե ռիսերչ ունեք։ Ես ռիսերչով չեմ զբաղվում, առհասարակ մենք շինարարներ ենք, մենք ենթակառուցվածքներ ենք կառուցում։ Բայց բանը անկումները անխուսափելի են, միշտ էլ լինում են անկումներ։ Մուրնեք միշտ էլ բարձրանում է։ Բայց քանի որ առհասարակ համաշխարհային բնակչությունը աճում է, նշանակում է սպառումն էլ է աճում։ Երբ որ սպառումը աճում է, նշանակում է այն ընկերությունները, որոնք մատակարարում են ու բավարարում են սպառում, իրենց եկամուտն էլ է աճելու։ Դրա համար երբ որ նայում ես ինդեքսները, S&P ինդեքսը եւ այլն, իրենք միշտ աճում են։ Ամեն օր նոր ռեկորդներ։ Հիմա կարող է մի օր ռեկորդ խփի, կարող է մի օր ռեկորդ խփի բանի իջեցման օրինակի համար։ Բայց ամենակարևորը այստեղ հարցը լինել ռացիոնալ եւ կառավարել էմոցիաները։ Չտրվել էմոցիաներն, ասել իջավ ծախեմ հենց հիմա մի անգամից։ Եթե երկարաժամկետ ներդրես, պետք է սպասես համբերատար, ինքը միշտ էլ հիմնականում աճում է։ Սպադեր միշտ լինելու է, անխուսափելի է։ Ինչ որ դրվագներից ելնելով, չգիտեմ, տոկոսների հետ կապված կամ ինֆլյացիայի վերաբերյալ ինչ որ ցուցանիշ դուրս եկավ, գործազրկության մասին եւ այլն, այն բոլոր ցուցանիշները, որոնք ազդում են շուկայի վրա, իրենք միշտ էլ կամ դրական ազդեցություն են տալու կամ բացասական։ Հիմա օրինակ ձեր կարծիքով որոնք են այդ գլոբալ գործոնները, որ պետք է հետևել, չգիտեմ, տնտեսությունը, AI-ը, ինչն է, որ կարող է մեծ փոփոխություն առաջացնել։ Մեծ փոփոխություն ըստ էության տես ինչ պետք է լինի, քաղաքականությունը։ Քաղաքականությունն է, օրինակ համար կռիվը ենթադրենք պատերազմը Ռուսաստան-Ուկրաինա կկանգնի, թե չի կանգնի օրինակի համար, կամ կարող է ինչ-որ միտեղ ուրիշ կռիվ սկսի։ Ենթադրենք, չգիտեմ, այլ երկրում միտեղ պատերազմ եղավ։ Դրանք են հիմնականում ազդում, գեոպոլիտիկ այդ խաղեր բաներ են ազդում, էլի երևույթներն են շատ ազդեցություն ունենում։ Հետո միանշանակ շատ մեծ ազդեցություն ունենում, ասենք դրամավարկային քաղաքականությունը Ամերիկայում։ Տոկոսադրույքը բացացրեցին, թե իջացրեցին, միանշանակ ազդում է։ Երբ որ երամսյակային կամ ամսական հաշվետվություններ են դուրս գալիս գործազրկության մասին կամ տնտեսական ակտիվության մասին, այդպես բաները հետևելով կարաս մոտավորապես գնահատես, հա։ Բայց ելի եմ ասում, դա մասնագետի գործ է։ Առհասարակ կապիտալի շուկան, արժեթղթերը միանշանակ նախընտրելի են կրիպտոարժույթներից, որոնց հետևը ոչ բան չկա, ոչ մի ակտիվ չկա ըստ էության, էլեկտրոէներգիայից բացի։ Իսկ արժեթղթերի հետևը կա ռեալ ակտիվ։ Ընկերություն, որը արտադրում է, ենթադրենք այս միկրոֆոնը, հա, շոշափելի է, տեսանելի է, Boeing-ը, որ բոլորը սիրում են ասեն, կամ McDonald's-ը, շոշափելի, տեսանելի երևույթներ են։ Նույն ասենք Forex-ի համեմատ ինչ կա Forex-ում, չգիտեմ, այդ տատանումները, CFD-ների, ասենք շատ բարձր ռիսկային էլի, դրա համար պետք է խուսափել այդ բարձր ռիսկայինից, միանշանակ ուղղությունը, եթե ուզում եք ներդրումներով զբաղվեք, վերցնեք դեպի արժեթղթեր, ընտրեք 1, 2, 3, չգիտեմ, ներդրումային խորհրդատուներ, ինքներդ կարդաք, զարգանաք ու միանշանակ հանկարծ չհանես կյանքիդ խնայողությունները, միանգամից ինչ-որ ներդրում կատարես, փոքր, տենց փոքր պորցիաներով, կամաց մեծացնելով գնալ առաջ։ Շնորհակալ եմ շատ։ Ձեզ շնորհակալ։